բայց նոր իրողություն եկա։ Եվ մեկ պետք է հատ փակեք էլ այդ դուրը կամ ձենը ցածրացնել։ Պարոն Սիմոնյան, նկատի ունեմ նախաստորագրված պայմանագիրը ազդեց, որ պետական ծախսերը ՊՆ-ի մասով պակասեն։ Կրկնում եմ, որևիցե մեկի կողմից պահանջ չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել եւ դրանից ելնելով նման որոշում է կայացվել։ Երկրորդը բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի չեմ կարող ասեմ գալի։ Համազգեստ ենք փոխել։ Հիմա գանք ասեմ հետ Հա, մի րոպե։ Պարոն Սիմոնյան, միացնեք այսօրվա օրակարգին իշխանքի, դա ինչքան է ռեալ համարում եք, եւ երկրորդ արտահերթ ինստիտուտներ հնարավոր են, որովհետեւ եթե նայենք մի քիչ դրա իրական ռեալ կողմին, դա ձեզ է ձեռնտու արտահերթ խորհրդանական ինստիտուտները, որովհետեւ դուք պատրաստ հիմա մենք որևիցե ինչ ասեմ քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված լսումներն թող լսումներ անեն ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում թող մի հատ էլ ստեղ կրկնի երկրորդ ընտրությունները արտահերթ դրա կարիքը չենք տեսնում այո այսօր առաջին անգամ եմ ես այսօր իդեպ լսել բանախոսներից մեկից որ իրենք առաջարկում են ընտրություն պատկերացնեք 4.5 տարի է անցել ընտրությունների մնացել է մոտավորապես 8 ամիս Աբրահամյանը մոտավորապես 8 ամիս է մնացել 4.5 տարի առաջին անգամ մենք լսում ենք որ ընդդիմությունը ասում է արտահերթ ընտրություններ դուք հասկանում եք ընդդիմության Ինչու որտեվ իրանք պատրաստ չեն մի քանի բանի պատճառով պատրաստ չեն առաջին իրանք գիտեն որ իրանք չեն ընտրվելու այնուամենայնիվ բոլոր ընդդիմադիրները այսօր մենակ հանրապետականն է հայտարարել որ արտահերթ ընտրություն բայց մնացած որ նույնիսկ այսօր հանրապետականը չի ասում Աբրահամյանը առաջին անգամ տենց լղոզված ինչ-որ բան հնչեցրեց որովհետև իրանք պատրաստ չեն երկրորդը իրանք գիտեն որ իրանք պարտվելու են չէ հիշում են հայտնի արտահայտությունները այն բանի մասին որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն բայց միևնույն ժամանակ այսօր Իշխան Սաղաթելյանը ասում է դե հա ընդունում ենք որ իշխանությունը այսօր լեգիտիմ է 2021 թվականին երբ որ կյանքի եւ մահի հարց էր պատերազմից 6 ամիս էր անցել իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է որ լեգիտիմ է իշխանությունը իրանք ինչ ընտրություն իրանք եկել ասել են եկեք Վազգեն Մանուկյանին տանք հետո եկեք կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք հետո կորոշեն իրանք ընտրությունների պատրաստ չեն մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների բայց դրա կարիքը չկա երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք իրանք պատրաստ չեն ձեզ ձեռ տալի այդ ընտրությունները պետքա ձեռ տալ ժողովրդին այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել եւ ես չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ ասեմ որ ես ինձ հիմա լավ է դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն ինչ եմ դնում անունը որ ասեմ ես հիմա գնում եմ արտահերթ ընտրություն որտեվ ես ուզում եմ շուտ վերընտրվեմ քանի ընդդիմությունը պատրաստ չի չէ դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Իսկ մեր ժողովուրդը այնքան խելացի է, այնքան քթի ծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք այդտեղ ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ գրանցել։ Դուք ասում եք, որ կարող երեխեք հաստատել էլ։ Բազմաթիվ մեղադրանքներ։ Գիտեք ինչ, անգործությունը նույնպես ինչ որ գործ է։ Հիմա իրանք զբաղված են ինչով։ Երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ։ Առաջինը իրար մեղադրում են գոյություն չունի, այսինքն ոչ այն մեկի ձենն է հերիքում մեզ impeachment-ը, ոչ այն մեկին, վայ, տեսա ես նայել եմ, սխալ գիտես, ոչ այն մեկին ձենն է հերիքում, ոչ այն մեկի ձենն է հերիքում, հիմա լավ էլի, խնդրում եմ էլի, լավ էլի Սիմոնյան, բայց ասում եք, որ 5 տարվա մանդատ է տվել ժողովուրդը, բայց կառավարության ծրագիրը ըստ էությանին, ինչը որ գրած էր 5 տարի առաջ, չի իրականացել այս կառավարությունը եւ ընդդիմության գլխավոր մեղադրանքը դա է, որ ըստ էության կառավարությունը եթե չի կատարել իր ծրագիրը, պետք է հրաժարական տա։ Այստեղ խնդիրը հենց դրանում է։ Շատ բարի, նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի, որևիցե կառավարություն աշխարհում գոյություն չունի, որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն
բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեվ իրողությունները փոխփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում, երբ որ իրողությունները փոխվում են։ Միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից 2023, 2022, 2021 թվականի ռազմական այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է թե չի ունենում կամ լավ չենք կատարել, բայց լինում է չէ դեպքեր, երբ որ ասում ես օրինակ պայմանական 7%-ային աճ կունենաս, բայց 8 ես տալիս։ Այդ տրամաբանության պետք է անդիմությունը գա ասի մի տարի եկեք ավելացնենք մեր իշխանության։ Հասկանալի է, իսկ իրանք առանցքային հարցում ձախողել են թե հաջողել են։ Իրենք իշխանություն չեն, դուք։ Չէ, իրանք իշխանություն են, հենց պրոբլեմը է դա, ներողություն, հենց պրոբլեմը է, որ իրանք մտածում են, որ իրանք իշխանություն չեն, դուք էլ դա կրկնում եք։ Ընդդիմությունը պաշտոնից հրաժարական տա։ Չէ, բայց այ շատ շնորհակալ եմ Լուսինե ջան, բայց իրականում ինչ են անում։ Իրանք ունեն փոխնախագահի պաշտոն, որպեսզի իրար ունեն փոխնախագահ դաթորը դատարկա, իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն, իրանք ունեն պատվիրակությունների մասնակցության տեղ, իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք։ Մենակ չեն օգտվում։ Պետք է անկեղծ լինեմ, հիմա չեն օգտվում, հա։ Նախագծերը, օրենքները։ Մի հատ բան ասեմ ձեզ։ Եկեք ով ասեց իրական չի։ Շատ ձեզ թվում է, մի հատ հարց տամ, այ էսենց էս բոլոր ձեր հարցին ի պատասխան։ Եկեք մի հատ այնց իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Մենք իշխանություն չէինք լինի, մենք 6 ամիս հետո իշխանություն իրենց ձեռից կվերցնենք, 6 ամիս հետո։ Ինչա՞։ Չէ։ Անի ջան, բարև ձեզ, ես ձեր հարցերին չեմ պատասխանել, որտեվ դուք անձնական դաշտ եք մտել, ես ձեզ չեմ ցույց տալու։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանել, շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։ Հայկ Սարգսյանը Դրա մասին չեմ խոսալու, արդեն խոսացել եմ։ Արդեն խոսել եմ, դրա մասին կխոսեք, հա։ Արդեն կհարցնեմ։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մասնավորապես ամսի 8-ի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որոնք արվում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում է 51-ը հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին, կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարժ գանք։ Ձեր հետ, այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Դեպքերի համար պատասխանատու չեք, ամենախոսությունը ձեր ուժի արդյունքը չի։ Այլան ոտը չեք աղում, ձեր իշխանության այլան ոտը չեք աղում։ Աշոտ գրի։ Այստեղ որ դուք ես ինչ է խանգարում, որ դահլիճում ասեի, ես լսում եմ ժամանակ ու շերտերով ամբողջ ժողովուրդը կլսեր։ Հրավիրված չեմ, նախ, երկրորդ օրակարգը ես չեմ սահմանում օրակարգին, ես ինչի պետք է մի բանի, հենա վերևից նայեք։ Ձեր դիրքորոշումը հայտնի է, ժողովուրդն էլ իմանա։ Չեք փոխանցել, սա։ Ես հրավիրված չեմ, եւ այն վերնակիրը, որը անցնում է այս լսումները, ես չեմ կիսում։ Ինչի ես թողել գնամ դրա Երեխեք շատ անհարմար ասում, ժամանակը դրանից բաց ենք թողել։ Մենք հեղափոխությունից հետո անում։ Ես հարց եք
Պարոն Սիմոնյան, ձեր անվտանգության աշխատակիցները հրում են մարդկանց։ Դա ավելի վայլա գործը Դուք ավելի շատ եք Անիջան, մի րոպե լսի։ Անի, ուշադիր։ Անի, մի րոպե լսի։ Անի, քեզ էր պաշտպան, մի րոպե լսի։ Չեմ պատասխանելու։ Ձեր հարցին պատասխանում, Անի հարցին չեմ պատասխանում։ Ձեր իշխան ես տամ այդ հարցի Մի րոպե, ստոպ։ Մի րոպե սուս մնա։ Ինչի՞ սենց աժոտար սկսող։ Մի րոպե, ասում եմ չեմ պատասխան, իմ իրավունքն է։ Դու իրավունք ունես։ Այո, խտրական այո, քո նկատմամբ այսօր այլևս խտրատեն, չեմ ուզում։ Որտեղ բղավում ես։ Բղավում ես, չեմ ուզում։ Չեմ անի, դու քանի անգամից ես հասկանում, չեմ պատասխանում։ Լավ, շնորհակալություն։ Պատասխանեմ, կպատասխանեմ ձեր հարցին։ Քանի անից տեղա, որը լրագրողական էթիկան խախտում է, չեմ Դու գնաց խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք։ Խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք, դա չէ նորմալ։ Չգիտեմ, ուզում ես դա քննարկել։ Դե հիմա ձեր զբաղվածքն եք այդ Ես չեմ պատասխանելու քո հարց, կարող ընտրություն։ Հա, չեմ ուզում պատասխանել։ Անի չեմ ուզում։ Թողա նարեկ այդ հարցը, քարին են տա։ Քո հարցերին չեմ պատասխանել։ Քո այսօրվա նյութը լինելու է նրա մասին, որ ես քո հարցերին չեմ պատասխանելու։ Այլ նյութ դու չես ունենալու ինձնից այլևս։ Ուղիղ եթերդ լինելու է նրա մասին, որ ես քո նյութերին չեմ պատասխանելու։ Այլ հարցի դու չես տանում։ Մի 80 անգամ Մի հատ էլ հարցեր։ Հարականի դեպքերի համար պատասխանատու։ Պարոն Սիմոնյան, Բայց անի սուս կմնա։ Փաստորեն պետք է սովորական հրապարակում անեն տելեգրամը։ Դա քեզ չի վերաբերվում։ Պատասխանի հարցը տալիս։ կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, Հարաքարում արյունալի դեպքեր տեղի ունեցան եւ առասարակ ձեր իշխանության օրը քննադատում են, որ ձեր իշխանությունը ասոցացում է մահի զոհերի արյան հետ։ Սուտ են ասում։ Ինչ եկել է իշխանության հազարավոր զոհերն եւ Սխալ են ասում։ Այն բանը, որ Ժորժ ես չեմ լսում իմ ձենը։ Ես Վահագեն Կոմարի դուրս արի։ Հանգիստ ո՞ր։ Դու ոչ մի բանի չեմ, մի հարց։ Նախ եւ առաջ բոլոր երկրներում տեղ են ունենում տարբեր իրավաբան դեպքեր, որոնք որ նաեւ առնչվում է քաղաքական գործիչներում։ ԱՄՆ-ում վերջերս տենց դեպք տեղի ունեցավ բոլոր երկրներում։ Այլ հարց է, արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենում է, թե չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևիցե կապ ունենում են, թե չեն։ Վերջացնեմ։ Այո, անկախ նրանից թե ունենք թե ոչ, այո, դա պատասխանատվության աստիճան է ենթադրում, եւ այո, իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն եւ այն աշխատանքը, որը որ կատարվել է, որ առնվազն կանխվի նման դեպքը, որովհետեւ որքանով որ ես գիտեմ, չեմ ուզում պնդեմ, պարզա, որ դա միջ անձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն դա կապված չի քաղաքական դիրքորոշման հետ։ Ես որքան լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, նաև այսօր մեդիա հաբը, եթե չեմ սխալվում, գրել էր, որ ինչ որ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի, ինչ որ մարդա ձերբակալվել եւ այլ։ Այլ հարց է, երբ որ դուք ինչ որ հարց տակ իշխանության ներկայացուցին դրա հետ կապված այդ արյունի հետ կապված եղել է։ Ինչա։ Ձեր իշխանության կողմից իրավապահ համակարգի թերանալու մասով լարված մթնոլորտի։ Ես արդեն ասացի, որ ես արդեն ասացի, մի հարգելիս վերջացնեմ էլի խոսքը։ Ապօրինի զենքի շրջանառություն։ Վերջացնեմ էլի, այո, խնդիրներ կան, այո, իրավապահները պետք է հետևություն անեն, եւ այո, դա խնդիր է, եւ դա այն ինչ որ տեղի ունեցել կատեգորիկ վատ բան է, բացասական բան է։ Դա մի դուռ է, որը որ բացել եւ նույնիսկ այդ դրանը մոտենալ չի կարելի, ոչ մեկ դրա իրավունքը չունի, շատ ցավում եմ, եւս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ համարում եմ, որ մեր իրավապահները պետք է ժամանակ ունեն եւ պետք է առնվազն շատ արագ բացահայտեն ու կրկնում եմ, մի խոսացեք արյան մասին եւ այլ։ Մեր երկրում, ասում եմ, նույնիսկ մարդիկ, ովքեր որ ամենավերջի վիրավորանքները երկրի ղեկավարի, իմ նկատմամբ, մնացածի նկատմամբ ասում են, նույնիսկ ծեծ չեն ուտում։ Այն ինչ մնաց, ինչ որ ինչ դա ազգային, դա բոլոր ազգային ժողովներում, դա բոլոր ազգային ժողովներում քաղաքական process-ների ընթացքում լինում է։ Դու գիտես, որ
ազգային ժողովի դահլիճում ես հայց եմ ներկայացրել պատգամավորներից մեկի նկատմամբ ազգային ժողովի նիստերի դահլիճում իմ հասցեին հնչեցված վիրավորանքի զրպարտության մասին դատարանը ինձ մերժել է ինչի բերում է որտեղ ասում են որ ազգային այո ապրես քաղաքական ամբիոնը ազգային ժողովի ամբիոնից ասված քաղաքական օրինակ դեստոտուկի արդյունքանը վիրավորում հասկանում եմ բայց մենք հիմա նույն բանից չենք խոսում մենք տարբեր բաներից ենք խոսում իհարկե քո ասած դեպքը դա լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը խնդրում եմ մեր իշխանությունը կարելի է շատ բաների մեջ մեղադրել կեսը ճիշտ կեսը սխալ բայց այնուամենայնիվ վերջաս եկել մենք ոչ մարդ ենք ծեծում ոչ ընտրություն ենք կեղծում ոչ մարդ ենք սպանում պետք է ոստիկանությունը հետևություններ անի միանշանակ ես դրա իրավունքը չունեմ ես դրա իրավունքը չունեմ նման բան ասեմ ես դրա իրավունքը չունեմ դա Դրանով պետք է զբաղվի կառավարության ղեկավարը եւ այլ եւ այլ։ Դուք բացառում եք, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, բացառում եք, որ իհարկե բացա, ինչ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա։ Ուզում հասկանամ, չէ, սենց ասեմ, շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, շատ հարգանքով ենք մոտեցել Փարաքյալի նախկին ղեկավարին, որպես անձ եւ այլն, որևիցե անախորժություն, որևիցե քննարկում, կամ լավ էսպանությունով ասենք մենք նման իշխանություն, որը նման վայ աղջիկ ջան սուս մնա էլի գլուխս գնաց։ Հարգելիս խանգարում ես, հա լավ են անում, հեսա ես կգնամ, կգաս կկան այստեղ, դրանք սա հա լավ են անում, շատ լավ են անում, հարգանքներս բոլոր նրանց ովքեր բան վերջացրեցիր, բայց դու հասկանում ես, որ դու խանգարում ես հիմա բոլորին, խանգարում ես, այլ հարցեր կան։ Հարաբերությունների մեջ է եղել նա եւ ԱՄՆ-ում դեսպանատան Չգիտեմ, բայց ինչ կապ ունեն Արեգ Մկրտչյանը։ Ընդհանրապես Նարեկ Մկրտչյանը նա շելով դե խնդրում եմ Նարեկ Մկրտչյանը ասենք ժուրդ եկել եք որտեղ ում եք ման գալիս հարգելիս չգիտեմ նման լսեք նորից եմ ասում մի քիչ առաջ եմ ասել դրա մասին հազարավոր մարդիկ կան տարբեր տեղեր Հաստա այն է, որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել։ Հաստա, որովհետև քաղաքական դրդապատճառը պետք է քաղաքական ինչ-որ որոշում, քաղաքական իշխանություն լինի։ Այսինքն դու ո՞նց ես պատկերացնում։ Լավ, դա աբսուրդ է դա, ակրկնում եմ, ես դրա գնահատականը տվեցի Լուսինե ջան հայերեն լեզվով, ասացի, որ դա միջ անձնային հարցի շուրջ դուք բոլորդ ամենազավեշտալին են, որ բոլորդ ստեղ կանգնած, նաև հեռուստադիտողները լավ գիտեն, որ ամենայն 99% հավանականությամբ, այո, միջ անձնային նախապատմություն ունեցող, խնդիրը, հիմա դուք նույն բան, սուս մնա մի հատ։ Դուք ուզում եք խոսեք, դուք ուզում եք խոսեք, լսեք, ես ձեր բոլորի հարցերին պատասխանեցի, Նարեկ ջան, էլ չեմ դիմանում, հասկանում, ես չեմ կարող աշխատեմ աղմուկի շրջանակում, մարդը աղմուկ է անում, ես աղմուկի շրջանակներում, նույնիսկ աղմուկի շրջանակներում չեմ կարող աշխատել, եթե հարցեր կունեմ, էլի կգամ, երբ որ ինքը ստեղ չի լինի, ես կպատասխանեմ, ինքը այսօրվա իր նյութը ապահովեց, որ ես իր հարցերին չեմ պատասխանում, դու ստեղ չես լինելու միշտ, նույնիսկ ես ստեղ միշտ չեմ լինելու, հարգելիս, Լուսինե տենց վստահ մի ասա։ Երեխեք էլի դադարեցրեք, լավ հասկացա։